Այսօրվա մեր հյուրն է Իսմայիլ Յուջերը, որը Դերսիմցիների Եվրոպական Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է, որտեղ կարծում եմ ճիշտ կլինի նախ դուք հասկանաք ովքեր են ընդհանրապես դերսիմցիները, վերջի շրջանում շատ խոսակցություններ կա, չէ՞, ալևիներ, զազաներ եւ այլն լսել եք դրանց մասին, ավելի ճիշտ պատկերացում կազմելու համար, իսկ վաղը արդեն դերսիմա հայեր է, եթե չիմանաք ովքեր են դերսիմցիները, բնականաբար չեք կարող հասկանալ ովքեր են դերսիմա հայերը։ Ինքը կխոսա թուրքերեն, Բենյամինը կթարգմանի հայերեն։ Բնականաբար վերջում հարց ու պատասխան, ինչպես միշտ, եւ դուք ինքներդ արդեն ասածից դատողություններ կանեք, թե ինչքանով են օրինակ ալևիները մուսուլման, որտեղ այսօր մենք այդ քննարկում ենք, մեր ակադեմիական գիտնականները կրկնում են սովետական դպրոցի, որը խարսխված է թուրքական դպրոցի ման վրա, որ ալևիները դրանք շիիզմի, ծայրահեղ շիիզմի ճյուղերից են, բայց հիմա մարդուն հարցրեք, թող ձեզ բացատրի մանրամասներ, տեսեք որևէ նմանություն կա, ասենք իսլամի եւ ալևիզմի միջեւ, այսինքն որևէ իմ պատկերացնող քրիստոնեությունը շատ ավելի նման է իսլամին, քան ալևիզմը իսլամին։ Դե կտեսնեք։ Բարի երեկո, բարև տեսրելի, ուրակեմն էլ բարի գալուստ մե կոտախո հովի։ Değerli misafirler, Hargili Hürer, sevgili dostlar, Hargili Paregamner, değerli hanımefendiler, beyefendiler, Hargili Dignak ve Barlayk. Bu çalışmayı organize eden ve emek sarf eden değerli dostum Arap Hapyan'a öncelikle sevgilerimi, teşekkürlerimi sunmak istiyorum. Evet. Այս կազմակերպությունը այս ժողովը կազմակերպող իմ սիրելի բարեկամ Արաբապյանին շնորհակալություն եմ հայտնում։ Ben ve Almanya'dan gelen diğer arkadaşlarım 24 Ekim'den bu yana burada misafiriniziz. Ես եւ իմ Գերմանիայից եկող ընկերներով այստեղ մենք հյուր ենք ցեզ։ Ben burada Avrupa Dersim Dernekleri Federasyonu'nu temsil ediyorum ve aynı zamanda da genel sekreteriyim. Ես այստեղ ներկայացնում եմ Եվրոպայի դերսիմցիների ալիբիների միության ֆեդերացիայի եւ նրան քարտուղարն եմ։ Sizlere bu akşam Dersimlileri, Dersim Alevileri, Zazaları ve onların yaşam tarzı, inancı üzerine bilgiler sunmak istiyorum. Ես հիմա ցեզ ուզում եմ ներկայացնել Դերսիմը, դերսիմցիները, Դերսիմի ալևիները, զազաները մասին։ Ve devamında da Avrupa Dersim Dernekleri Federasyonu'nun bugüne kadar yaptığı etkinlikler ve önümüzdeki zaman dilimi içerisinde yapmak istediği çalışmalar ve talepleri konusunda da sizleri bilgilendirmek istiyorum. Նաև ցեզ պետք է դերակացնեմ ցեզ Եվրոպայի դերսիմցի ալևիների միությունների ֆեդերացիայի գործողությունները։ Alevilik Ալևիությունը ve Aleviler եւ ալևիները ayrı bir inanca sahip.
ayrı bir kültüre ve yaşam tarzına sahip bir topluluk. Դարբեր հավատքի եւ դարբեր մշակույթի մարդիկ են, հասարակություն են։ Alevilerin esas aldıkları ve kutsadıkları isim insanın kendisidir. Ալևիները նախ եւ առաջ ալևիների հիմքում գտնվում է մարդկություն։ Aleviler derler ki ne ararsan kendinde ara. Ալևիները ասում են, որ ինչ որ փնտրում ես, քո մեջ փնտրիր։ Cennet ne gökte ne yerin altında. Դրախտը ոչ երկինքում է, ոչ երկիրում է։ İyilik ararsan da kendinde, kötülük ararsan da kendinde. Yani insanın kendisidir. Լավություն եւ վատություն եթե փնտրում ես, քո մեջը պիտի գտնես։ Onun için Նրա համար Hallacı Mansur en el hak dediği için Հալլաջը Մանսուրը, որը ասեց Էնեն հակ, dediği ես ասված եմ, el hak yani ես եմ ասվածը։ Հալլաջը Մանսուրը, Hallacı Mansur. Հալլաջը Մանսուրը ասում է ես եմ ասվածը, ասվածը իմ մեջն է։ Yani bir tanrı aranacaksa ben Եթե մի ասված եք փնտրում, ծեր մեջ պետք է փնտրեք։ dediği için kellesi uçuruldu. Եվ նրա համար էլ քլխադեցին իրեն։ Veyahut da Pir Sultan Abdal Փանաս Աշուր Պիր Սուլտան Աբդալը insan sevgisi insanın kendi yoluna ışık tutandır dediği için asıldı. Նայ İdam edildi. տախախան է համվում, որը ասում է, որ մարդկության սերը, մարդու սերը մարդկության մեջն է, ասել է ինքն է։ Onun için Pir Sultan Abdal diyor ki dönen dönsün yolundan ben dönmezem yolumdan. Hızır Paşa Osmanlı'nın vezirliğinden paşalığa terfi eden bir kişidir. Ve Hızır Paşa bunu sorguya çektiği zaman diyor işte özür dile Osmanlı'dan. Ben seni affedeyim. Ve diyor ki ben dönsün yolundan ama ben yolumdan dönmem diyor. Ve bunun için de idam ediliyor. Այս Աշուղի Օսմանյան գայսրության փաշաները բռնում են, ձերբակալում են եւ ասում են իրեն, որ որպես Աշուղ, ասում են ներողություն խնդրիր եւ դարձիր այդ միտքերից, այդ ուղղությունից եւ ասում է չէ, ով որ դառնա ես իմ ճանապարհից ետ չեմ մնա։ Ես ետ չեմ դառնա։ Alevi inancında esas alınan 7 ulu ozan vardır. Ալևիների մեջ 7 հատ աշուղ կա, որը հարգվում է։ Bu 7 ulu ozanın söylemlerinde, nefeslerinde ortaya koydukları düşünce Alevi yaşam biçiminin ve inancının Այս 7 աշուղների խոսքերում, գործողությունների մեջ ալևիության շարժու ցևերը մտնում է։ yani şu konuda dikkatinizi çekmek istiyorum. Alevi dini demiyorum. Din. Ուշադրությունը դարձնում եմ ես, հիմա չեմ ասում ցեզ, որ ալևի գրոնը, Alevi inancı ve yaşam biçimi, yaşam tarzı, yaşam ալևիական հավատքը եւ ապրելակերպը։ binlerce seneler, milattan önce de binlerce senelerden ortaya çıkmış olduğu, hatta 10.000 sene, 20.000 sene Մեր թվարկությունից առաջ էլ այս հավատքը կար մեր հողերի վրա։ 10,000 տարիներ առաջ այս հավատքը կար։ Onun için Alevilerin Neden esas onu? aldıkları kutsal nesneler su, toprak, Ալևիները ateş, hava. Ալևիները սկիզբն հավատքի սկիզբը սա է հող, ջուր, գրակ եւ օդ։ Այդ 4 էլեմենտն են սկիզբ առնում են։
Yani İhotko. insan vücudunun %78'i sıvı, Մարդկային մարմինի 79% ջուր է, %22'si kemik. 22%-ը ոսկոր է, Ama bir bütün olarak analiz ettiğimiz zaman բայց որպես ընդհանուր insan vücudunun %100'ü doğa eksenli. Եվ Toprak, նայում ենք, որ մարդկային այդ բոլորը փնության դոա փնության մի արարքա է ինքը։ Doğadan Yani kaynaklı. ոչ թե Doğadan- ջուր եւ ոսկոր, այլ փնության բոլոր էլեմենտները իր մեջ է բառնագում։ Doğadaki materyallerden meydana geldiğinin açıkça ispatıdır. %100 insan vücudunun kendisi. Bu anlamda da insanı kutsamışlar. Նրա համար մարդը սրբացրել է, որովհետև մարդու փուն էությունը բնության հետ է կապված։ Փոխարեք որ հանգստանալ, էլի։ Հանգստացին, հանգստացին։ Gelişme içinde bu biçimdeki Alevi yaşam tarzı tabii ki çeşitli kavimlerle kaynaşarak çeşitli topluluklardan, kavimlerden aldığı iyi kültür, yaşam biçimini kaynaştırarak gelir. Ալևիների կենսակերպը հիմնականում հիմնված է մարդկության տարբեր արժեքների, տարբեր կրոնների եւ դավանանքների, ոնց մի ախառնված մի ամբողջական տեսակ կլինի ալևիզմը։ Իր յուրահատկությունը հենց դրանում է կայանում։ Ve dünyada 4 tane kutsal kitabın olduğunu biliyoruz. Հայտնի է, որ աշխարհում կա 4 տեսակի սուրբ գիրք։ Alevi inancı bu 4 kutsal kitabın önemli olduğunu ve inananlar içinde kutsandığını söylerler. Ալևիզմը այդ 4 գրքից վերցրել է իր համար կարևոր հիմունքները։ Fakat bu 4 kitapların hiçbirisinin Alevilerin kitabı olmadığını söylerler. Սակայն այդ 4 սուրբ գրքերից ոչ մեկը ըստ էության ալևիզմին չի վերաբերվում։ Ալևիզմը ոնց որ այդ 4 գրքի 4 սուրբ գրքի մի ընդհանրությունն է։ Onun içinde en son ortaya çıkan İslam dinidir. Ondan önce ortaya çıkan Hristiyanlık, Yahudilik ve bu dönemlerde Aleviler hep kıyım görmüşlerdir, baskı ve katliam görmüşlerdir. Այդ պատճառով ալևիները միշտ հալածվել են լինի թե քրիստոնեության տեսանկյունից, իսլամի տեսանկյունից եւ իուդայիզմի տեսանկյունից։ Այդ բոլոր ուղղությունները մերժում են ալևիզմը, չեն ընդունում, հերքում են ալևիզմը։ Ve bunun en son noktasının İslam'ın ortaya çıkmasıyla olduğunu söyleyebilirim. Եվ վերջապես իսլամի հետ որոշակի ընդհանրությունների վերաբերյալ կուզեի նշել։ Biliyorsunuzdur belki İslam ortaya çıktığı zaman kendisinden olmayanı, kendisi gibi düşünmeyeni yok etmekle meşguldü ve bunların içerisinde aynı şekilde İslam'ı kabul etmeyen, İslam'ın hiçbir noktasıyla uyuşmayan Alevilerle karşı çıkınca haliyle İslam döneminde de katliam, kıyım gördüler. Երբ իսլամը սկսեց տարածվել շրջանում եւ սկսեցին դավանել իսլամը, ապա ալևիզմը եւ ալևիների հանդեպ սկսվեց արշավ, սկսեցին հալածել ալևիզմը դավանողներին։ Fakat süreç içerisinde görüyoruz ki Aleviler, Alevi toplumu İslam'ın peygamberini kendilerinin olduğunu, Ali'yi önemsediklerini söylerler ve Ali'nin çocukları Hasan ve Hüseyin'i önemsediklerini söylerler ve aynı zamanda
Kerbela'da katledilen Hüseyin'i de kendilerine rehber alırlar. Մուհամեդի հետևորդներից երկուսն են եղել Հուսեյնը եւ Ալին եւ Ալևիները որդեգրեցին իրենց Ալիի հետևորդների սկզբունքը։ Müslümanları ilen asıl. Müslümanları ayıptes en asıl. Դա Müslümanlar Ալևիներն են։ Çeke, Alevileri Müslümanlar en asıl. Yani ayız kazapları Müslümanlar en asıl. Avelişat Müslümanlar Alevilerin asumen vortuk Muhammedi Pesan yev hedevortu yevo Ali'ye gelek asumen. Dam Müslümanları hosknada. Որդեգրել են Ալիի սկզբունքները, Ալիի հետևորդները։ Ալեվիզմը անում են Dam Müslümanlarla asum vortu Aliizmi masin Müslümanları ilen asumen vor Aliizmi Ali'ye galis. İmam bir patatlı vorçe. Մուհամեդի հետևորդների Bunun nedeni de şudur. Aleviler soyların devam etmesi adına katliamlardan, soykırımlardan, baskılardan kurtulmak adına bunu böyle kabullenerek takiye yapıyorlar. Ալիի հետևորդները որպեսզի փրկվեն հետապնդումներից սկսեցին գաղտնի դավանել իրենց Untunetin Alevi ayo. Müslümanlara aset menk Aleviye. Et Alevizmi asetim vor menk Aleviye. Et halatankleri pırgıveli hamar. Vor Müslümanların da nasıl mentuk Aleviye Ali'yi çekene. Ha sen menk Ali'yi çekene. Ay որ իրանք ha Hamazay ayo Hamazayını versin. Hamazayını versin vor menk Ali'yi çek. Aslında eder anası pırgıveli hamar asetçe. Ay şatla bakın. Tamam abi çok güzel gidiyor devam et. Şatla bakın. Şimdi belki sorunun daha iyi anlaşılması için şu açıklığı getireyim. Hani gerek Türkiye'deki toplum olsun genel hattıyla 1990'a kadar Türkiye'de Alevi yoktu. Türkiye'de Kürt hareketi çıkana kadar Kürt de yoktu. Ama Kürtlerin mücadelesi sonucu, Alevilerin mücadelesi ve örgütlenmeleri sonucu birden Türkiye'de 20 milyon Alevi çıktı ortaya. Ya da birden 15 milyon Alevi çıktı ortaya. Burada neden şuraya getirmek istiyorum. Aleviler camiye gitmez. İslam'ın 5 tane şartı var. Camiye gitmek Թուրքիայի որդեգրած պետական քաղաքականության համաձայն Թուրքիան չկային ոչ փոքրամասնություններ, ոչ առավել ևս ալևիներ եւ ընդհանրապես քուրդ հասկացողություններ չկար որպես փոքրամասնություն, բայց սկսած 90-ականներից ինչ քրդական պայքարը արդեն ուժեր առնում, վերելքեր ապրում, բացվեց որ Թուրքիայում իրականում 15 միլիոն, մոտ 15 միլիոն ալևիներ կան, ալևից դավանող բնակիչ կա, բնակչություն կա։ Որովհետև իսլամի օրենքը 5 հատ օրենք ունի, իսլամը 5 հատ օրենք ունի։ İslam'ın 5 tane şartı var. İslam'a 5 տեսակի Kelime-i şehadet getirmek, hacca gitmek, oruç tutmak, zekat vermek ve namaz kılmak. Նամազանել, հաջ կատարել, այցելել մզկիթ, Aynen mızgit. Kurban Zekat, բարեգործություն անել եւ kelime-i şehadet getirmek, miadet Bismillahirrahmanirrahim asıl. kelime-i şehadet. Miadet yertumanen Bismillahirrahmanirrahim bir daha ses. Yete aseti tam Müslümanız verç. Şimdi bunların hiçbirisini yapmayan bir kişi Müslüman olur mu? Değil. ալևիները այս սկզբունքները չեն ընդունում եւ ընդհանրապես ալևիները ոչ էլ մզկիթ են այցելում, ոչ նամազ են անում։ Onun için Aleviler eğer biz şimdi işte Türkiye'de bir tartışma var. Aleviler İslam'ın içinden mi, İslam'ın dışından mı, Müslüman mı, değil mi? Böyle bir tartışma da var.
Onun için bu açıklığı getirdim ben. Դրա համար ալևիզմը հակասություններ առաջանում, առաջացնում, թե արդյոք դա իսլամի միջուղ է, իսլամի հետ ընդհանրություն ունի, թե ոչ։ Evet. Onun için Aleviler İslam'ın kitabı olan, Müslümanlığın kitabı olan Kur'an'ı önemserler, kabul ederler. Ama bu kitabın Alevilerin kitabı olduğunu kabul etmezler. Ղուրանը ալևիները չեն ընդունում որպես սուրբ գիրք։ Ama Türkiye'de şu anda iki իրենց չեն ընդունում, որպես սուրբ գիրք ընդունում է, Ընդունում են, որ դա սուրբ գիրք է, բայց իրանց համար դա սուրբ գիրք չի։ Ama Türkiye'de şu anda iki türlü Alevi var. Bir devletin Alevisi, devletin yarattığı Aleviler. Yani Alevi yaşam tarzını İslam'ın içinde gören, İslam olduğunu söyleyen, hatta bazen Cuma günü camiye giden, Cuma günü biliyorsun Müslümanlar için kutsal bir gündür. Bu şekil kendisini ifade eden Aleviler var, kurumları var, Cem Vakfı örneğin. Ama Avrupa Alevi Birlikleri Federasyonu veya Konfederasyonu ve onun gibi düşünen birkaç tane Alevi kurumu da derler ki hayır, biz İslam'ın içi dışı tartışmasına girmiyoruz. Biz İslam değiliz. Bizim kendimize has inancımız var, yaşam biçimimiz var, kültürümüz var derler. Կա երկու տեսակի ալևիներ, մեկը կարծես թե ստեղծված է պետության կողմից, ովքեր ընդունում են իսլամը, նամազ են կատարում, սուրբ օրը համարվում շաբաթը, շաբաթ օրերը այցելում են մզկիթ, ուրբաթ կներեք, սուրբ է համարվում եւ ուրբաթ օրերը նրանք մզկիթ են այցելում նույնիսկ, սակայն մյուս խումբ ալևիները, ովքեր նաեւ Եվրոպա ամեն շատ տարածված, հերքում են այդ ամեն ինչը եւ ասում են, որ ալևիզմը դա յուրահատուկ մի կրոն է, յուրահատուկ մի դավանանք է եւ իսլամի հետ ոչ մի ընդհանրություն չունի։ Süreç içerisinde en büyük Alevi katliamı, buna soykırım da diyebiliriz çünkü bu toplumu yok etmektir. Tüm yaşam biçimiyle, inancıyla, kültürüyle 1515 senesinde Çaldıran Savaşı'nda Yavuz Sultan Selim ile Şah İsmail arasında geçen savaştan sonra Şah İsmail'in yenilmesi sonucu Yavuz Sultan Selim yanına aldığı Kürt beyliklerinin başı İdris-i Bitlisi ile de beraber büyük bir Alevi katliamına girişir. 1515 թվականին տեղի ունեցավ ալևիների ջարդ, որը մենք նաև կարող ենք անվանել ցեղասպանություն, որովհետև դա մի մեծ համայնքի կոտորած էր, որը կատարվեց Սուլտան Yavuz Sultan Selim. Yavuz Sultan Selim'i կողմից։ İdris-i Bitlisi. Շահ Իսմայել պատերազմի ժամանակ։ Okey. Ondan sonra Yavuz Sultan Selim Kürt beyliklerinin başında İdris Bitlisi ile de birleşerek, o da Sunni Kürttür, İdris Bitlisi ve Kürtler. Yavuz Selim'e İdris եւ Bitlisi Kürtleri առաջնորդներ հանդիսանը։ Միացավ Ve büyük bir Alevi katliamı gerçekleştirilir. Եվ միավորելով այդ քուրդ ցեղերը իրականացրեց ալևիների կոտորածը։ Resmi rakamlara göre 40.000, bizim büyüklerimizden dilden dile gelen bilgi ise 100.000 Alevinin katledildiğidir. Պաշտոնական տվյալներով կոտորվել է 45,000, սակայն մեր պապերից եկած խոսքերի պատմությունների համաձայն 100,000-ից ավել ալևի է կոտորվել այդ ժամանակահատվածում։ Ve Yavuz Sultan Selim yanına aldığı yine Kürt kökenli Ebu Suud Efendi Aleviler hakkında ölüm fetvaları verir. Müftüdür bu, ölüm fetvaları verir. Ebu Suud Efendi. Ebu Suud Efendi. Ebu Suud Müslüman կրոնականի մեծ Yavuz Sultan Selim'i նաև միանում է Սուննի Müslüman Ebu Suud Efendi'yi հետ
Kürt kökenlidir. Եվ ինքն էլ ազգությամբ քուրդ է, Bu da Kürttür. Verdiği fetvalar şunlardır. Alevilerin kestiği et yenilmez. եւ այս էպոսոդը, որը սուննի մուսուլման քուրդը կոնտակտները մեջտեղ բերում եւ ասում է որ ալևիների գդրած միսը չի կարելի ուտել։ Alevileri öldürmek bir Aleviyi öldüren cennete gider. Մեկ ալևի սպանողը գգնա դրախտ։ Alevilerin malı, namusu, karısı, çocukları helaldir. Alabilirsiniz. Ալևիներին ամեն բանը հելալ է, ապրանքը, գինը, երեխաները, աղջիկները։ Aynı Nuyun- şu anda Irak'ta Şii teröristlerinin yaptığı gibidir. Հիմա ասում է նրանց մտածելակերպը եւ շարժուցևը հիմա İzi. Իրաք Շամ իսլամական պետության միլիտանտներին արած գործողություններն են նման։ Aynıdır. Նույնն է։ Onlar da Yezidilere saldırdılar, soykırım yaptılar, Alevilere, Türkmenlere. Այդ իսլամական պետության որ Իրաք Շամ իսլամական պետության միլիտանտները նրանք էլ էզիդիներին, ալևիներին մեծ ջարդերով արեցին եւ նույնպես քրիստոնյաներին Onları öldürmek, kafasını kesmek եւ գդրում էին քրուկները helaldir, cennetliktir. եւ նույնպես մտածում էին որ դրախտ կգնա Kadınlarına, kızlarına el koymak da helaldir. եւ հելալը աղջիկներին եւ կանայք յուրացնելը Ve aldığımız bilgilere göre 3000 tane Yezidi kadınına el koyuyorlar. ինչ որ մենք դերակացել ենք 3000 եզիդի գնոջ El koyuyorlar. İlk önce kendi գանած փախցնում են ilk önce kendi ihtiyaçları olan kadınları kendi aralarında paylaşıyorlar. ինչ որ կանայք օգտագործում են իր սեփական բաները համար Arta kalan kadınların da para karşılığı satıyorlar. եւ մնացած կանայքներ ձախում են դրամով Yani bu düşünceyle Yavuz Sultan Selim այս bu միտքով եւ düşünce aynı. Գավուս Սուլտան Սելիմը 1500 տարվա մտածելակերպը նույնն է Şimdi diyeceksiniz ki Պիտի ասեք որ bu konuda Aleviler hiç bir şeyler yazıp çizmedi mi? Bunlar hep kulaktan kulağa այդ mı geliyor? մասին ալևիները ոչ մի բան չկրեցին Evet, maalesef Alevilerin ափսոս որ ալևիները սրա մասին ոչ մի բան չկրեցին bu son 30 sene öncesine kadar kendi yaşadıkları, gördükleri katliamlar, soykırımlar üzerine մինչև 30 տարի 30 տարվա ընթացքում այս վերջին 30 տարից բացի այո ալևիները իրեն մասին ոչ մի բան չարեցին որովհետև բոլորովին ջարդեր էր սպասում իրեն ջարդ էին տեսել վախ կար մեծ վախ կար fazla bir yazılı bilgi elimizde olmamaktadır. հիմա ալևիների մասին շատ մեծ քանակությամբ տեղեկություններ չի կա Olan yazılı bilgiler ise 1600 yıllarda tekrar եղողներն էլ 1600 թվականներին katliamcı daha ortaya çıkıyor. Kuyucu Murat Paşa. Եվ մի նորից մի գոտորա ջարդարար մի մարդ ելն Քույուջու Մուստաֆա Փաշա ջրխոր Մուստաֆա Փաշա Topladıkları çocukları, kadınları, erkekleri kör kuyulara atıyorlar. Kör kuyulara. հավաքած ինչու ջրխոր Մehmet Փաշա Kuyucu Murat Paşa. Մուրադ Փաշա pardon իմ չակերտների մեջ ասեմ ինքն ազգությամբ հայ է Այդ Մուրադ Փաշան ինչու համար ջրխոր Մուրադ Փաշա որովհետև գոտորած բոլոր անձած ջրխորներն է գցում Var olan çok az sayıdaki Aleviler üzerine yazılı belgeleri hepsi de yakıyorlar. Եվ ինչ որ մի դեղեցություններ կա ալևիների մասին բոլորներ վարում են Gelişme içerisinde burayı biraz kısaltıyorum çünkü diğer konularımıza az Հիմա şey kalıyor. կարճատեմ այդ մասերը որովհետև չեմ Ավելի ճիշտ է իմաստենք հարցու պատասխանով այդ բաների։ Şimdi soru cevap bölümüne geçelim. Ama Soru cevap. Tabii devam edeceğiz. Devam.
Bir dışarıdan gel kasma Hasun'um. Şimdi dışarıdan geliyor. İstersen bu Aleviliği bitireyim ondan sonra geçelim. Daha iyi olur. Abi çok kısa geç. Hemen kısa geçelim. Դե լավ, մի 5 րոպե բանան է ամփոփի, անցնենք հարցու պատասխանը։ Hedo harçı badasın, mi hink robe batmi harçı badasın. Ոնց է սարքվում հայերից հայերից։ Anlattığım gibi Aleviler Osmanlı döneminde büyük kıyımlar görüyorlar. Alevileri Osmanlı'dan jamanaklarım şatmet godoraznerin denum. 1923'te kurulan Türkiye Cumhuriyeti Devleti'nden 1920 երեք թվականից հիմնված թուրքական հանրապետությունից büyük bir umut besliyorlar. նրանք շատ հույսեր են փափակում Osmanlı döneminde daha önce gördükleri baskıları göremeyeceğini umut ederek եւ նրանք մտածում են որ Օսմանյան կայսրության ժամանակ շատ գոտորածներ են տեսել այս նոր հիմնված հանրապետությունում այդպիսի բան չպիտի լինի մտածում էին այդպես yeni Türkiye Cumhuriyeti Devleti'ne gereken desteği veriyorlar. եւ հանրապետության հիմնման օգնում են Burada Aynen. sadece tarih olarak geçeceğim ama maalesef Aleviler burada da ափսոս որ ալևիներ այս հանրապետությունում էլ umduklarını bulamıyorlar. չեն գտնում իր 1921'de Koçgiri 1921-ում Koçgiri Koçgiryanov այդ Kürt Alevilerine bir soykırım քուրդական ալևիներին ցեղասպանություն է կատարվում binlerce Alevi katlediliyor. հազարներով ալևի ոչնչացվում է 1937-38'e değineceğim ama sadece nokta olarak geçiyorum. Dersim olayında 70.000 Alevi'yi katlediyor. Sadece 1937 եւ 38 թվականների գոտորածներում էլ 70.000 1937-38 Tamam anlattım abi 70.000 70.000 evet. 70,000 Kurd, Alevi Kurd ոչնչացում են։ Ես այստեղ մի բան անեմ ճակերտների մեջ, այդ գոտորածների ժամանակ Աթաթուրքի որդեգրած մի աղջիկ կա, Սաբիհա Գոկչեր, որը հիմնա օթանավակայան կա, ինքը առաջին աշխարհի առաջին ռազմա օթաչույա Աթաթուրքի հրամանատարից որ դերսում ռմբագործում է, բայց ռմբագործելու ժամանակ ինքը ռումբերը ուրիշ տեղեր է գցում։ Սրանք հրամանատարները գալիս են Աթաթուրքին ասում են Աթաթուրք Լավ, բենյամ Գիտեք դու ասում եմ որ ծեր աղջիկը ռումբերը ուրիշ տեղեր է գցել, գանչել է տալիս աղջիկ ասում է քու արմատները փանեղավ, yəni արցնցալ, այդպիսի խոսք ասում իրեն։ Ասում է արցնցել է քու արմատները, այ 1978'de Maraş, Çorum 1978 թվականին Մարաշում, Չորոմում ve Amasya'da Եվ Ամասիայում yine saldırılar özellikle Maraş'ta նորից ալևիների հանդեպ ջարդեր գազմագերբեցին Maraş'ta bebek Մարաշում çocukları çiviyle duvara çaktılar. Մարաշում փոքրիկ նորածին երեխաների մեխերով բادرին խփին Hamile olan kadınların karnlarını keserek çocuklarını öldürdüler. խղի կանանց փորերն են բացել Ve այո en նշանակում son örnek 1993 ամենավերջին օրինակը 1993 թվականում ինքը բիլված Սիվասում Sivas'ta yapılan Pir Sultan Abdal Pir etkinliğinde Sultan Abdal Aşuğna ինքը իրենց ալևական Aşuğna Մադումա Քյուրանոցում evet 33 tane 33 մտավորական 33 tane Alevi ilerici başka milletten insanlar da olmak kaydıyla 33 tane insan 33 մտավորական ժողովրդավար diri diri otelde Եվ վարեցին yakıldı. Buna devletin askeri seyretti, devletin polisi seyretti. բոլոր pedagogan կառույցները ոստիկանություն եւ բանակը ժանդարման նայեց ուղղակի նայեց չխառնվեց իթեպ ասեմ այնտեղ գար Ազիզ Նեսինը որը ինքը աթեիստ է նրա համար ավելի ճիշտ է նայել թրախը որ իրեն վարեին ինքը պաստորեն բրգվավ Ազիզ Նեսինը ճանաչում եք չէ գրողը այո
Tamam, burada ben noktalayayım. Tamam. Sorular gelsin bu konuda. Tamam. Harçu Badarsan. Harçu Badarsan. Արտակրացնենք հարցի պատասխանը։ Պարզապես այս քարտեզները, որ ավելի պարզվի, երբ որ պարոն Իջեր նշեց 15 միլիոն ալևիի մասին, դուք տեսնում եք այստեղ այդ կապույտ գույնով են, որտեղ են ալևիները ավելի շատ եւ հիմնականում այդ թունջելի բաննա, որը դերսիմն է։ Երբ որ մենք ասում ենք դերսինցիներ եւ դերսինցիների ֆեդերացիայի նախագահն է, ստեյցան այդ նորանով թունջելին է բանը։ Ավելի որ պատկերացնեք ասենք տեսեք որ մասն ավելի գնում Թուրքիայի էստեյության, որտեղը չգիտի, սա էլ արդեն մասերի բաժանված։ Եղավ, հիմա հարցերի պատասխաններ։ Սուրճ եղավ։ Մի փոքր բարձր է այստեղ, որ թարգմանիչը լսի։ Ալևիները բեդությունը Եղել է ժամանակ, որ նրանք փորձել են դրությունից դերել Թուրքիայի տարածքում եւ ամենականալ Թուրքիայի։ Acaba Aleviler şu düşünceye geldiler mi? Türkiye'den ayrılıp bir devlet kurmaya, ayrı bir devlet kurmaya. Öyle bir düşünceye ulaştınız mı? Hayır, öyle bir düşünceye ulaşılmadı. Mյուս հարցը Իրոք է թող թարգմանի հետո էլի Hayır. Bu 4 tane kutsal kitap dediğimiz zaman mezmun 4. kitabı soruyorlar. İncil'i, Kur'an'ı, Kur'an, İncil, Tevrat, Zebur. Zebur. Çorortu Zebur'na. Որ կրոնի գիրքն Hangi dinin? Davut'un. Zebur Davut'un. Davidi. Çocukça bu bizimce Davidi gitme. Norris Hıryaneri gitme. Ayo. Մի քիչ առաջ եկեք հարց տալուց որ լսենք, էլի լավ չի լսվում, կամ Yani Yahudilerin 2 tane kitap olmuş oluyor değil mi abi? Yok bir tane yok. Bu Zebur ne? Նատոնորից կրկն էլի Zebur ne abi? Muhammed, İsa, Musa, Davut. Davut Yahudi değil mi abi? Davut Yahudi. Davidi Voraz gitse patkanım. Tamam akşam azatıcı işte. Davut. Abi Yahudilerin 2 tane kitap olmuş oluyor. Davut da Yahudi abi. Yani Yahudi. Odur. Zebur, Zebur ne abi? Hangisi? Tevrat'ın bir önceki mi acaba? Tevrat'ın bir önceki. Tamam, Türkçe işte. Ոչ մի ուժ չէին ներկայացնում եւ չէին բողոքում, իրենք խոսքով անհանգստություն չէին պատճառում Թուրքերին։ Ինչն է հիմնական պատճառը, որ այդպես հալածվում էին։ Yani Aleviler Türklere bir tehlike yaratmıyorlardı. İsyan etmiyorlardı, şu bu. Yani niye Türkler kıyımlara gitti? Alevilere. Şimdi anlattığı gibi sadece Türkler kıymadı Alevileri. Hani Osmanlı döneminde, ondan önce İslam başladığı zaman, ondan önce Hristiyanlık döneminde de kıyımlar var. Neden? Çünkü onlar gibi inanmak istemiyorlardı, onlar gibi düşünmek istemiyorlardı. Նրանք այլ դավանանք էին նրա համար։ Բար, շատ բար։ Դավանանքը դարբեր էին եւ նրա համար սուննի օսմանցիներ կամ այլ շարժում սրանք ուզեցին ոտորել։ Այս կամփան։ Դավանանքը դարբեր է, այո, չեն ապստամբում, այս դավանանքը դարբեր է եւ մինչեւ հիմա Թուրքիայի բանը կա իսլամական մեծ գրոնական կոնսեյը չի ընդունում ալևիներին։ Այդ դեպքում ուզում եմ
հասկանալ, բա ո՞նց են հայկական եկեղեցիները այնուամենայնիվ կան, գործում են, հայկական կան, եկել եք այս դավանանքի։ Diyor ki o zaman da eğer bir tek din değilse bunun sebebi, o zaman Ermeni kiliseleri falan nasıl vardı diyor. Yani eğer Alevilere karşı mücadele, Türk Osmanlıların yaptığı mücadele eğer sadece dinsel yönde ise o zaman Ermeniler de Hristiyandı ve bir sürü camileri falan vardı yani onların. Ama bizim için diyorlar ki Alevilere, Hristiyanlar kötüdür zaten onlar için. Müslümanları Türk-Hakan mantaliteti sayamadım. Hristiyanlığı vade. Ama Aleviler Alevilere Hristiyanlığı seveni vade. daha gavur. Ավելի գյավուր են։ Քրիստոնյաներից ավելի գյավուր են։ Որովհետև չէ որ նրանք իսլամական անվան տակ են եւ ոչ մի իսլամական օրենքին չեն պատկանում, ավելի դավաճան բանալինում չէ, ճշտամանքը առաջացնում են։ Քրիստոնյան այլ Չէ, վերջինն է ծերել, կանգնել եւ հարցերով բաննել, ուրիշներն էլ են սպասում, խնդրեմ։ Մեկական հարց յուրաքանչյուրը։ Լևոն Պրազյան, այն նայելով քարտեզին տեսնում ենք ալևիները տարբեր մասում են ապրում, մեկ քուրդերին են հարևան, մեկ թուրքերին։ Haritaya baktığımızda Aleviler hem Türklerle ve Kürtlerle komşu. Եվ հարցս հետևյալն է։ Sorun şu. Ինչքանով են նրանք հետաքրքիր է վերաբերմունքը հայերի նկատմամբ եւ արդյոք այդ բոլոր ալևիների վերաբերմունքը նույնն է։ Peki Alevilerin bulundukları bölgeler genellikle Türklerle ve Kürtlerle kaplı. Aleviler Ermenilere karşı nasıl tavır içerisindeler ve bu tavır bütün Alevileri de kapsıyor. Şimdi buradaki harita yanlış anlaşılmasın. Bu harita sadece Dersimler şurada. Sıxal çere var. Bu Dersimler. Ays vor kardeşim kıtlı bu Aleviler minan Dersimci Alevileri ajanımla. Dersimci Alevilerle net komero. Bunu anlatmadım da. Den çıbatmet etmezsin. Nokta olarak değindim oraya. Şart var. Tabii ki Alevilerin yaşadığı şehirlerde Sivas, Malatya, Erzincan, Çorum, Çorum, Ayvan. Türk komşuları da var, Müslüman komşuları da var, Alevilerin başka milliyetlerden insanlar da var. Evet. Paregamler, Tratsiler unen, Ayvan, Aleviler unen Tratsiler. Yani buradaki soru neydi ben şimdi onu şey yapamadım. Aleviler nasıl yaklaşıyorlar Ermenilere? Ermenilere yaklaşımları ne Alevilerin? Alevilerin Ermenilere yaklaşımı ne? Aleviler Ermeni soykırımı olduğu zaman 1915'te Dersim Alevileri hariç diğer Alevilerden büyük bir tepki gelmemiştir. Hatta kısmi de olsa yani Ermeni soykırımı İttihat ve Terakki Kürt ve Türk halkının aktif katkısıyla gerçekleşmiştir. Ama aynı zamanda Alman devletinin de çok aktif organizesiyle gerçekleşmiştir. 1915-ի հայոց ցեղասպանության Դերսիմի Ալևիներից բացի այլ Ալևիները մասնակցեցին։ Այդ կոտորածը գազམ་ագերբեց Թերակի, քրդերը եւ թուրք ժողովրդի մի մասը եւ գերմանացիները։ Ve bu şehirlerde yani en çok Ermenilerin katledildiği şehirler Sivas, Kayseri, Yozgat, Erzincan, Amasya, Doğu illerin aynı keza, Ինչ որ շարադրեց այդ քաղաքներում այնտեղ հայկական ցեղասպանությունը Kars. Buralardaki Alevilerin bu soykırıma karşı tepkisini fazla göremediğim yani ben yaptığım araştırmalar Ես ուսումնասիրեցի, որ հայկական ցեղասպանության կատարած քաղաքներում, այո, ճիշտ է, ալևիները հայերի գողմնագից քաղաքականություն չվարեցին։ Ama bu soykırım gerçekleştiği zaman ne kadar soykırım yapanları aktif desteklediler o konuda da elimizdeki belgelerde fazla bir delil Բայց yok. շատ
բաներ չունենք, արխիվային բաներ նյութեր չունենք, որը ալևիները ինչքանով մասնակցեցին հայկական ցեղասպանությանը։ Ama ben şunu söyleyebilirim. Բայց սա կարող եմ Eğer ասել, bir vahşet yaşanıyorsa bu vahşete karşı sessiz kalmaktan suçlu olmak anlamına gelir. այս ես ասում եմ, որ եթե մի ապրում է մի վայրենիություն եւ նրան ձայն չխանելը անգամ հանցագործություն է։ Ama Dersim Alevilerini bu diğer Alevilerden ayırmak lazım. Zira Dersim Alevileri Բայց Դերսիմի ալևիները այս խոսքից պետք է զատել։ Ermeni soykırımında hem Ermenileri Դերսիմ ալևիները հայկական ցեղասպանության ժամանակ հայերը փրկել են ağırlamışlardır, kucaklamışlardır. Onların yurt dışına çıkmalarına yardımcı olmuşlardır. եւ անգամ արտասահման գնալու քաղաքը կազմակերպել են իրենք։ Burada da yine Dersim Alevileri ne kadar bu soykırımda yanlışlar yaptığı konusunda da elimizde yine bir delil yok. Իհարկե դրյալներ նյութեր չունի, այս ցեղասպանության ժամանակ Դերսիմի ալևիները ինչքան մասնակցեցին, դա չգիտենք։ Yani ինքը Դերսիմի ալևիները զատում է մյուս ալևական քաղաքներում գտնվողներից, բայց այնտեղ էլ ասում է, որ Դերսիմի ալևիները ինչքան մասնակցեն, դա չգիտենք, բայց բրգել են ասում է հայերին։ Ve Dersimlere 37-38'de yapılan soykırımda devlet bir, siz Kızılbaş olduğunuz için, 2 Türklüğü, Müslümanlığı kabul etmediğiniz için, 3 Ermenilere yardımcı olduğunuz için diye bunu yapıyor. 1937-38 թվականների Դերսիմի ջարդը, որը թուրք պետությունը կազմակերպեց, նպատակը սա էր Kızılbaş. Առաջին Qızılbaş եք դուք թուրքությունը չեք ընդունում եւ նույնպես հայերը բառնակում ցեր մեջ։ Աշխատենք բանը, պատասխանները քիչ կարճանեն, որ շատ ասեն։ Դուք ասացիք, որ ալևիները բարբերաբար ենթարկվել են կոտորածների ցեղասպանության, ու ոչ մի փաստեր չունեն գրած, հավաքած։ Հիմա ձեր վտանգավորականությունը, որ դրսում է գոնե, ինչի՞ չի հավաքում, ասենք, փաստեր, ականատեսներ կարող է միանալ նյութեր վերցնի, աշխատի այդ ուղղությամբ, չէ՞ որ ձեզ էլ են ենթարկել ցեղասպանության։ Նյութեր հավաքեք, ինչքան հնարավոր։ Çok güzel bir cevap. Diyor ki Aleviler soykırımlara kıyımlara uğradığını söylüyorsunuz ama bunun hakkında yeterli bir belgeler olmadığını da söylüyorsunuz. Bunun için sizin sizin ve grubunuz böyle bir belgeleri topluyor mu? Bir arşiv çalışması yapılıyor mu? Bir belge toplanması var mı? Şimdi Dersim soykırım üzerine belgeler var, devletin kasalarında. Dersim'i ցեղասպանության հետ նյութերկան պետության arşivlerում են։ Diğer Alevi katliamlar üzerinde belgeler var, devletin kasalarında. Բոլորը պետության կողմ կա։ Այդ դվյալները, այդ բոլոր փաստաթղթերը պետության ձեռքի տակն է։ Bizim son dönemlerde uğraştığımız Չեն կարողանում։ bizim son Որովհետև շատ կներեք վերջում մի թաթ եղավ Թուրքիայում, առաջին անգամ զինվորական շտաբում մեջ մտավ մի հատ դատախազ։ Մի հատ դատախազ եւ նրան ասեցին, որ այն նյութերին չպիտի նայես։ Շատ հիստ է։ Ermeni soykırımı üzerine elde ettiğimiz belgeler Türkiye devletinin kasalarından değil, Հայոց ցեղասպանության elçiliklerinden որպես մենք ձեռք ենք բերել, ոչ թե պետության այդ բախված նյութերից է, այլ տարբեր դեղերից ենք ստանում։ Yani մենք Դերսիմի գոտորածների մասին ոչ մի բան չենք կարողանում, որովհետև բոլորը պետական արխիվներում է։ Ուրեմն Միացյալ Նահանգների արխիվներում պահպանվում է բավականին շատ նյութեր, զեկուցագրեր դիվանագիտական, Դերսիմի հատկապես 38 թվականի ջարդերի մասին։ Մենք մեր կենտրոնը դա ձեռք բերել շուտով կհրատարակի դա, որպես որը գաղտնիավորված փաստաթղթ։ Իսկ ինչ վերաբերում է ինչու չեն անում, իսկ մենք կարգին չենք կարացել մեր ցեղասպանության պատմությունը գրենք։ Մենք մի հատ ոչ հանրագիտարան ունենք, ոչ բազմատո 100-ամյակ է գալիս, մենք էլի մանր-մունր բաներով ենք զբաղված, բայց մենք ունենք արդյոք մի հատ ասենք ցեղասպանության հանրագիտարան, այլ գնացեք ես մի 5 հատ ցույց տամ հրեական հոլոկոստի վերաբերյալ, փաստաթղթեր ցույց տամ,
ըստ էության բացի մի 2-3 լուրջ գրքից մենք հայոց ցեղասպանության մասին գիտել չունենք, այդ մի խառնեք այդ բաները, ընտրեմ մի մոռացեք, որ իրենք մտավորականություն է որպես այդպեսին չունեն, էլի այդ բանն է։ Ընտրեմ։ Մի քիչ բարձր։ Siz dediniz ki Aleviler namaz kılmıyor falan. Alevilerin duaları nasıl? Evet. Alevilerin gidip ibadet yaptıkları yer cem evi. Alevilerin avutları anomen, goçfuma cem evleri, ev bunlar, cemler. Cem evine... Cem'in açıklaması nedir? Cem. Cem evi ne demek? Հավաքատեղի։ Topluluğun Şey, yegerici saat buna. Misenya, karoga ester cemevilni. topluluğun beraberce bir araya gelmesi. Hasara kutunu vorbes miyanumene ne aitte darastı. Kadınlarıyla erkekleriyle, Ganat yevdığamart galisen, çocuklarıyla. yerehanero, Ve aynı zamanda cemevi, cemevi goçbaz avokateri. cem tutulduğu zaman yanlış yapanların Ha, işte eleştirileri. Gareliyaset Hanray'ın kınnata tutunların midega. Mipan ona vadanonları jogu benanım öyle. Haman kayın mi bana eden. İran negasyonları barışasyonu melek etmişiz portokutunların aynı. Yani Hangi dil kullanılıyor dersin Alevileri? bir dakika. Cem, şunu söyleyeyim. Cem Alevilerin meclisidir. Ha, meclis ne? Cemevi, Aleviyanları porfurtlar. Hem ibadet hem meclis. Hem avotumen aynı hem hasaragagan korzeren karkatını. Evet. Thank you. Alevi dili var mı? Dersim Alevilerin dili var. Lezunga, Dersim Alevileri Lezunga, Ama diğer Aleviler aynı Alevileri. yani Hacı Bektaş Veli'nin yolunda giden Aleviler Hacı Bektaşi Davanov Aleviler. veyahut da Anadolu Aleviliği olarak kendilerini adlandıran Aleviler Orbesi Anadolu'yı Alevileri iren anvanumen ait hasara gidiyorlar. yaşadıkları ülke ve yörenin dillerine göre kendilerini adlandırırlar. Örneğin ya kendilerine Kürt Alevisi derler, ya kendilerine Türkmen Alevisi derler veyahut da Türk Alevisi derler veyahut da Ermeni Alevisi derler. Bu şekilde. Ait Dersim'i Alevileri patsi kıtlıvu alavagan garusnere voran Hacı Bektaş Ali'nin gam ayl anunere anvanvan dakikayı kıtlıvım nıran bir deri pınaküsanet inç var hayriyeten kapmaz camana kasmen Alevi hay galgal Türk Alevi etbisi Alman Kürt Alevi Almanın neren menum gam ayt lezu neren olsun. Türk Alevisi diyenler zaten Türkiye'de yaşadığı için Türkçe konuşuyor. Vorovede yete ilen asuma vor yes Türk Alevinem arten Türkiye mi abrum yev lezu Türkiye'ne. Suriye'deki Aleviler Arapça Suriye mi konuşuyor. abrum derler Arabelerin olsun. İran'dakiler varsa İran'ı Perziş konuşuyorlar. Veyahut da Kürt yöresinde yaşayanlar var. Kürt derler, Kürt Alevilerine Kürt derler olsun. Bir dakika abi. Dersim Alevileri var dedin abi. Onların kendi dili var. Onu Dersim Alevilerin kendisine has dilleri var. O dili. Kırmançki, Dersim Alevilerin dili Kırmançki Zazaki dili ve Lezun Kırmançı yev Zazaki göçfumen. bizim dilimiz İrani dil gruplarından gelen bir dildir. Ays lezva humpı dalise İranagan lezbiyendan. Zazanevi masin karşı Bir cümlede Zazalarda konuşabilir misiniz? Şimdi Zazalık bizde biraz yeni çıktı ortaya. Zazalıkını vermek nor. Yani hem bizim konuştuğumuz dili konuşuyorlar. Hem mer
խոսած լեզուն են խոսում, Ama բայց Zazaların büyük bir kesimi Sunni Kürt. Զազաների մեծամասնությունը սուննի քուրդեր են։ Elazığ'da yaşarlar, Bingöl'de yaşarlar, Elazığ, Bingöl, Diyarbakır'da, Diyarbakır aşağıdan, Erzurum'da, Erzurum, Muş'ta, Muşur. Bu Sunni zazalar mı? Sunni Kürtler. Sivas'ın bir iki ilçesinde. Mikani, Avanum, Sivas'ı, Evet. Amasya'nın Sunni bir iki, zazalar. Amasya'nın bir iki köyünde Amasya'yı Mikani Kürtler. Sunni Kürtler bunlar Sunniyatsaz, Sunniyakan Kürtlerin apın yer. İslam'a inanan Kürtler. İslam'ın havadatsov Kürtler. Evet. Bunlar ama aynı zamanda bizim dili konuşuyorlar. Yer nuymbes drank, ben lezunen khosu. Onun için biz diyoruz ki nesiller olarak Vorbes dersinci. Kırmançki, Zazaki. Kırmançki biz Kırmançı'ya, biz kendimize Kırmanç diyoruz. Mez anvanım Kırmanç. Çok eskilerden Dımılıki. Şart hilerumen mezasume Dilimize Dımılıki, bize de Deylen derlermiş. Yani eski tarihçilerin söylemlerine göre söylüyorum. Sizin mi yoksa başkaları diyor bizim? İren nahkilum Dımılı'ya nasıl? Bizim dilimize önceden Dımılı'yı, Mamiki ve Kırmançki diye. Mamiki'yi Matsakova. Ama bu dil yani, bu dilin kendisine has grameri, dil bilgisi olan bir dildir. Bizim dil. Men lezun gramerune çok mi lezuya? Հիմա դա հարցեր տանք նրանք, ովքեր որ հարց չեն տվել, էլի, հետո խնդրեմ։ Դուք տվել եք հարց։ Ես հարց չեմ տվել։ Ուրեմն անդա ձեռեք, բարձրացնես տվել եք, մացել է օրը։ Երա, հաջորդը դուք եք։ Կան տեղեկություններ, թե մեծամոր արևելքի տարածաշրջանում որ պետություններում կան արևիներ եւ ինչ թվականակ է կազմում նրանք։ Orta Doğu'da nüfus oranını soruyorlar. Orta Doğu'da. Alevi'de. Şimdi Այդ հարցին դատել լրացի չափ որտեղ այստեղ քննարկվել է։ Չէ, դու թարգմանի դա։ Հիմա մեզ մոտ պնդում են, որ Թուրքիայի ալևիները եւ Suriye'yi Alavitleri, նրանք տարբեր բաներ են։ Bizim burada Ermenistan'da bir görüş var. Türk Alevileri ile Suriye'yi Alevitler dedikleri şey ayrı ayrı şeylerdir. Bu doğru mudur sizce? Aransınençe. Bizim burada böyle bir görüş var. Yani Türkiye Alevileri ile Suriye Alevileri ayrıdır diye. ayrı değil. Bugün o konuda konuşan arkadaşımız oldu. Այսօր Suriye Alevileri adına konuşan Suriye Alevileri onun söylemesine 5 kişi olarak Suriye'de ne kadar Alevi var, İran'da, Irak'ta ne kadar Alevi var kesin bilmiyorum ama o yörede yaşayanlar verdiği bilgiye dayanarak söylüyorum. Suriye'de yaklaşık 3 milyon Alevi var. Suriye'yum 3 milyon Alevi var. Bunlar kendisine Arap Alevisi diyorlar. Hayır, նրանք իրեն անվանում են Arap Aleviler եւ Nusayriler չէ։ Nusayriler. Evet, Arap Nusayriler diyorlar. Ve Irak'ta fazla bir Alevi yok. İrakum şart Türkmen Alevileri var. Türkmenagan Aleviler var. İran'da fazla bir Alevi sayısı yok. İran'ın Çika. Orada genellikle Şialar var. Şialar da Alevi değil. Şialeri Alevi çe. Diyorum daha dersine girmedim. Ders uçumuzdan var. Tamam, son soru. Ասում եք ուրեմն կան Ալևի քրդեր, Ալևի թուրքեր, Ալևի նույնիսկ հայեր։ Հիմա այդ Ալևի ասած բանը ի՞նչ է իրան։ Çok şartlarım. Alevi Kürtler, Alevi Kürtler.
այդպիսի բան կապի զեկել Նայ, եկեք մի հատ կարճ արագանցնենք, որ բան լինի։ Ամբողջ խնդիրը հետևյալն է, այսինքն ինչն էր բուն նպատակը խոսալու, չէ ես գրել, որտեղ մեր ակադեմիական գիտությունը շարունակում է պնդել հին սովետական տեսակետ, որ ալևիները դրանք շիայի ծայրահեղ շիայականներ են։ Հիմա իմ բոլոր հանդիպած ալևիները որևէ մեկը իրանք չի ասում, որ ինքը մուսուլման է։ Ընդհակառակ ասում է իմ ընկերը ալևի է, իսլամ ընդունեց դառավ թուրք։ Այսինքն իրանք համարում են, որ նա ընդունեց իսլամ եւ այլն։ Այստեղ մեզ համար կարևորը որն է։ Այսինքն դա ավելի շատ հավատանք անգամ կրոնել չի։ Եթե 4 էլեմենտի մասին խոսում էր, դա հին հունական փիլիսոփայությունից եւ ինքը խոսում էր հազարավոր տարիների մասին, բնականաբար մի քիչ շատ է, բայց այնուհանդերձ խոսքը գնում է նրա մասին, որ հաստատ իսլամից առաջ այդ ամբողջը եղել։ Դրա համար, այսինքն ալևի, այսինքն այդ դավանանքի հետնորդներ կարող են լինել տարբեր, այսպես ասենք, էթնիկ ծագում ունեցողներ, խոսքը լեզվի մասին է, որտեղ որ ասում ենք ալևի քուրդ, ինչ ասում ալևի քուրդ, կուրմանջի խոսացող ալևին համարում է ալևի քուրդ, բայց էության մեջ ոչ ոք չգիտի ով է, որտեղ նույն հայը կարա կուրմանջիով խոսա, կամ այդ Զազակին էլ ավելի դերսիմի շրջանն է, որը մինչև մի 20 տարի առաջ համարվում էր քրդական բարբար, հիմա առանձին լեզու ենք մենք համարում եւ այլն։ Այսինքն այստեղ ընդհանրապես շատ խառն է ամբողջ, այդքան հեշտ բան չի, բայց պարզապես գոնե ինձ համար էս գիտաժողովից հիմնական երկու բան եղավ, որ ալևիզմը դա իսլամ չի։ Իմ համար արդեն ես կասկած չունեմ, այսինքն թեև էլ ասեմ գիտնականների մեծ մասը, ասենք եթե ուզում եք դիսերտացիա գրեք, հակառակը պիտի գրեք, որովհետև ոչ մի պրոֆեսոր չի հաստատել, բայց այս մարդիկ ասում են ախպեր մենք իսլամ չենք, այսինքն ալևիզմը իսլամ չի, դա առանձին հավատանք է, երկրորդն էլ այդ ալևիների մեջ կան ծագումով, ծագումնաբանորեն կամ այսպես ասենք հայկական շերտ կա, բայց դա չի նշանակում, որ բոլորը հայ են, որ ասում են, ասենք, ծագումով այն, կա, այդ շերտը կա եւ միշտ էլ եղել է, բնականաբար ամբողջ չկա։ Հիմա 15 միլիոն մարդ դա մեծ թիվ է Թուրքիայի համար։ Պարտադիր չի իրանք ծագումով այլն է։ Եթե մեզ հաջողվի իրենք հայերի եւ Հայաստանի նկատմամբ լինեն բարեկամական կամ ոչ թշնամական, դա արդեն մեծ բան է։ Պատկերացնեք դա ինչ թիվ է, այսինքն 15 միլիոնը եւ մյուս բաները։ Դրա համար այս նպատակը է դա։ Դրա համար ես մարդկանց հրավիրում ենք, վերում ենք, փորձում ենք բանել, բայց հաշվի առնենք, որ իրենք նաև այսպես ասած պրոֆեսիոնալ չեն այս հարցերի, մարդիկ այդ կրողն են դրա, բայց դեռ նոր է իրենց մեջ այդ ինքնությունը զարգանում, այսպես ասած ուսումնասիրություններ բան նոր պիտի անեն։ Այսինքն այ միգուցե այստեղ նստած ուսանողություն կա, մենք պայմանավորվել ենք, յուչերդ որ իրենք մեզ հնարավոր չափ գրականություն շատ ուղարկեն, հիմնականում գերմաներեն, թուրքերեն, համասամբ անգլերեն, որ ուսանողությունը կարդա եւ ոնց որ ասած կարողանա զբաղվել, որովհետեւ դա մեր միջավայրն է, մեր շրջապատն է, դա մեզ շատ պետք է, այսինքն հասկանալ թե իրանք ով են։ Ես այս երկու օրը խոսում եմ հետները, իրենք անընդհատ շփոթմունքի մեջ են։ Մեկ ասում է ծագումով հայ են, մեկ ասում է չէ հայ չեն, ասում է կզլբաշ են, բայց բոլոր կզլբաշները ոնց որ ծագումով հայ են չգիտեն։ Իրանք շփոթության մեջ են, այսինքն եւ ոչ ոք շփոթու բանի մեջ է։ Նույնպես ալևիների եւ ալավիտների ակնհայտ է, չէ՞ որ Ասադի ընտանիքը եւ սովետական արևելագիտություն դա քաղաքականացրել է, որպեսզի սունիների վրա իշխանություն հաստատեն, բնական է, որ սունիները չէին հանդուրժի որևէ այլ հավատների իշխանություն իրանց վրա։ Դրա համար պիտի ասել արաբական արտասանությունը ալևին պիտի ասեին ալավի, ալավուները պիտի ասեին առանձինա եւ իսլամական ճյուղ։ Պարզից պարզ է, որ դա քաղաքական պատվեր է եւ սովետական պատվեր է հիմնականում, այսինքն դա տեղի է ունեցել Ասադերի ընտանիքին իշխանության բերելու համար։ Սրա մեջ այսինքն գիտությունը քիչ է այս ամբողջ մեծ ցավոք սրտի, բայց եկեք պարզ ասենք, ախր իսլամը ուսումնասիրել։ Եթե հիմնական այդ 5 դրույթները, հիմքերը իրանք չեն կատարում, ոնց կարա մարդ լինի այդ հավատից, եթե հիմնադրույթների ինքը չի ընդունում, գումարած շատ ուրիշ մանրամասներ կա, որ այսինքն նույն էլ որ խոսում էր կանանց եւ տղամարդկանց հավասարությունը մի կին ունենալու սկզբունքը, որ արգելված է, այսինքն 4-ը արգելված է եւ այլն, այդ ամբողջը բնական է եւ մեզ համար այ լավ է որ այդ ճշմարտությունն է, որովհետեւ այսինքն մենք մեր հարևանությամբ հսկայական մի զանգված ենք ունենում, որը, ինչ ասեմ, սունի չի, գոնե հաստատ սունի չի եւ մուսուլման չի։ Ասադը ալևի է կամ ալավի է, չգիտեմ։
նայեք, եկեք ծագումնաբանությունը մոռանանք, էլի։ Դա էական չի։ Ես ես հաստատով կարող եմ ասել, որ Աբդուլ Համիդը հայ էր, ծագումով հայ էր։ Եվ ինքը խոսում էր հայերեն միայն փոքր հասակում, մինչև որ իրան հարեմից հարեն տարան թուրքերեն սովորացրեցին։ Բայց իր Աբդուլ Համիդի հայ լինելը դեռևս չի նշանակում, որ ինքը հայերին սիրում էր։ Նույն ձևի Լավրովը Ռուսաստանում նստած հայերի Հայաստանը լացածում, ինչ կապ ունի իր ծագումը, չեմ հասկանում։ Ծագումը ծագում է, դա ոչ մի նշանակություն չունի։ Հայերին սիրելա նրա համար, Ո՞վ է հայերին սիրել։ Ախր հայերին չի սերենք, իր քաղաքականությունն է ունեցել, դրեց իր շահից է եղել, սեր չկա, սեր լինում է տղամարդու և կնոջ միջև, ուժում հայերին սիրել է։ Ընկերից ես բատմելու է դերսիմի մասը։ 5 րոպե հարցեր ունեն, էլի Şimdi çok Դերսիմը Tunceli երկու առաջ։ Բարոն Պապյան, այնտեղ կա առանցին որտեղ Tunceli'ն է։ Tamam abi gel abi. Elazığ, Bingöl, Erzincan, Malatya, Sivas, Erzurum. Gez. Haritalar açın, haritayı kesin. Kesin haritası. Auto, կողքին է։ Evet. Şimdi buradan Dersim haritasını görüyoruz. Dersim'in haritası. Dersim, Aleviliğin ve Alevilerin ana damarı. Dersim'i Alevileri եւ Alevi հավատքի մայր բնորանն է ասենք, ինքը ասել երակն է, բնորան, երակն է։ Türkiye Cumhuriyeti Devleti diğer şehirlerde yaşayan Alevileri asimilede büyük yol almış olmasına rağmen Dersimleri bir türlü asimile edememiştir istediği tarzda. Türkiye'yi bedutunu, Türk bedutunu Dersimից ուրիշ տեղերում քաղաքային գտնվող Ալևիներին բոլորը ասիմիլյացիայի ենթարկեց, բայց մինակ մի դարաշքն է, որ չկարողացավ ասիմիլյացիայի ենթարկել այդ Dersimler. Sınırlarını deminden belirttim orada. Dersim'in sınırları Bingöl, Erzincan, Sivas, Erzurum, Malatya bu illere uzanan bir sınıra sahiptir. Ve Dersimlerin kendisine has dilleri vardır. Dersimçileri իրեն հատուկ լեզուներ ունեն, լեզու ունեն. Ve Dersim'de 1980 darbesine kadar, Türkiye'de 1980'de askeri faşist bir darbe gerçekleşti. Türkiye'yum 1980 թվականին զինվորական ժունտա իշխանության բարձրացավ. O darbe oluncaya kadar Dersim'de şehir merkezi hariç, Çemiskecek hariç, bir tane ilçesi hariç diğer yerlerde, yerleşme yerlerinde cami yoktu. Մինչև այդ զինվորական ժունտայի ժամանակ Çemişgezekից եւ Çemişgezek ve Dersim merkezi. Dersimի կենտրոնում մեկական եկեղեցի կար, այլ տեղերում մզգիթ, ջամի մզգիթն է։ Իրանց բանի մասին։ Չէ, իրենց մասի չէ, սուննիական մզգիթ է։ Երկու հատ մզգիթ կար ասում այդ տարածքում, մինչև 80 թվականը։ Sünniyadan mezgit kar, yerguat. Çemişgezek, Dersim merkez, Pertek. Bu üç şehirde cami var. Pertek. Pertek, Çemişgezek ve Tunceli Darazkum, yerekat mezgit kar. 3 tane. Ama askeri darbeden sonra 130 tane cami yaptı. Hayır, yeresun hat mezgit kar uçetsin, juntayı çeto. Camiler boş, kimse gitmiyor. Mezgitleri tatarken boş mekli çıkılıyor. Sadece korku ve asimile etmek için Dersim'de. Mina Dersimçileri dönerek bakatçıları yem asimilasyon anelu amare karutuşlar. 1926'dan 1931'e kadar devlet 5 tane rapor hazırlıyor. Dersimlerine. Hazarlar kısalmak yem
1926'dan 1931'e kadar. Քսանվեցից մինչև 31 թիվը պետությունը Դերսիմի վրա 5 հատ զեկույցա գրել, զեկույցա գրել։ Evet. Tamam. 1934'te 34 թվականին zorunlu iskan kanunu çıkarılıyor. Yani göç etmek zorunda. դեղահանման օրենք է հանում։ Բարդաթրված դեղահանման օրենք է հանում։ 1935'te 35 թվականին Dersim'in ismi Tunceli yapılıyor. Դերսիմի անունը թարգումա Թունջելի։ O zamana kadar Dersim büyük bir eyalet. Մինչև այդ Դերսիմի ընդհանուր մի տարածք է։ Evet. Նահանգներ, համարյա նահանգներ։ Թուրքիայի նահանգ չի կա։ 1936'da Atatürk Cumhurbaşkanı 1936 թվականին Ատատուրկը որպես meclise yaptığı bir konuşmada մեջլիսում մի խոսակցություն կատարում, խոսում է մեջլիսում, Dersim ազգային ժողովում, Dersim Türkiye için bir çıban başıdır. Bunun mutlaka ameliyat edilmesi gerekir diye. Դերսիմը Թուրքիայի փուշն է եւ պետք է ոչնչացնել։ Evet. Ve 1937 4 Mayıs'ında Մայիսի 4 1937 թվականին Dersim'de açıkça bir hareket başlatılıyor ve եւ Dersim սկսում է sokakları զինվորական bombalanıyor. շարժում եւ ռմբակոծվում է։ Ve bu bombalamayı yapan da Ermeni kökenli sonradan öğreniyoruz. Atatürk'ün Աղջիկա մասին է խոսում։ Atatürk- Աղջիկա մասին է խոսքը։ Atatürk'ün üvey evladı olarak aldığı Tamam abi bundan bakmıştım. Bundan baktım abi bu kısmı anlattım. Sabiha Gökçek'in onun adına da bir havaalanı ismi verilir. Evet. 1937 ile 1937-ից 38'in sonuna kadar deminden Yeresun- bahsettiğim 70 bin kişi katledildi. մինչև 38 թվականները 70,000 ալևները կոտորեցին։ Ve hatta zehirli gaz dahi kullanıldı. Անգամ թունավոր ռումբեր օգտագործեցին։ Evet. Şimdi kısa geçeyim, zamanımız daralıyor. Համարոտ ամսը։ Ondan sonra Dersimliler 10 sene sürgünde kalıyorlar. Եվ այդ 1938 թվականի այդ թուրք պետության ջարդումից հետո 10 տարի դերսիմցիները զոր են մնում։ Evet. Bu arada Dersim için özel bir kanun çıkarılıyor. Եվ դերսիմի հատուկ մի օրենք են հանում։ Yani İstanbul'da yakalanan bir Dersimli getirilip Tunceli'de Այդ օրենքի համաձայն Իստանբուլում բռնվող մի ալևի պետք է դերսին բերվի եւ այնտեղ դիտատվի։ yani özel olarak Dersimliler için bir kanun. Շատ հետաքրքիր է հատուկ այս օրենքը մինակ հատուկ ալևիների դերսինցի ալևիների մասին է։ 1947'de aftan sonra Dersim 1947 թվականում ներում, բրավո, ներումից հետո tekrar geri dönüyorlar. թարգում են իրենց հայրենի հողերը, դները։ Gelişme içerisinde birçok Dersimli şehri terk ediyor. Yine tekrar batıya gidiyor, Avrupa ülkelerine çalışmaya gidiyor. Ընթացքում այդ եկողներից մի մասը էլի այլ քաղաքներ եւ Եվրոպայա գնում։ Şunu da belirtmekte yarar var. Dersim'in çocukları, yani 38'deki babaların çocukları Dersim soykırımı üzerine bir türlü kafa yoramıyorlar ve eğilemiyorlar. Այդ ընթացքում Դերսիմի երեխաները իր բաբերին անցած այդ ջարդի մասին ոչ մի բան չեն կարողանում խոսել։ Yani örneğin ben Օրինակ ես sol bir grupta mücadele Զահարդոնիական մի շարժման անդամ եմ, մասնակցել եմ, ama dedemle babamlarla yapılan konusunda hiçbir kafa yok. բայց իմ բաբերիս, բաբայիս արված այդ գոտորածները մասին ոչ մի բան չգիտեմ։ Bunu ancak biz 94-95'te tekrar köylerimizin yakılması sonucu aklımıza geldi. Սա մեր միտք եղավ 1994-95 թվականին նորից մեր փյուղերը մարեցին, այս ժամանակ մենք խլխի ընկանք։
Dersim'in gençleri ilk önce spor kulüplerinde bir araya geldiler. Դերսիմի երդասարտները նախ սպորտի ակումբներում միացան, հավաքվեցին։ İlk dernekleşmeler başladı 1993'te 93 թվականին սկսեց արդեն ակումբներ ստեղծվել։ Köln'de, 1995'te Berlin'de 95 թվականին Բերլինում ve devamlı kurulan derneklerle եւ շարունակում այս ակումբները 2006 yılında Avrupa Dersim Dernekleri Federasyonu'nu kurdu. եւ 2006 թվականին Եվրոպայում դերսիմ ալեվիների ակումբի ֆեդերացիան հիմնվել։ Burada amaç şuydu. Նպատակը սա է, Türkiye Cumhuriyeti Devleti'nin 38'de yok etmek istediği, bitiremediği. 1994-95'te köyleri yıkıp, evleri yıkıp bitiremediği Dersimlilerin tekrardan toplanması çalışmasını yapmaktı. Սա այդ նպատակներ, որը թուրք պետությունը 1938 թվականին եւ 1994-95 թվականներում չկարողացավ ոչնչացնել այդ ալեվիների, նրան պայքարներ, որը չկարողացավ ոչնչացնել եւ թիմատություն ցույց են տալի հիմա։ Ve burada ağırlıklı olarak Dersim'in kültürünü, inancını, dilini, yaşam biçiminin yaşaması için çalışmamızı esas olarak bu yöne Եվ մենք աշխատում ենք մշակույթը, լեզուն, գենցախը լավացնելու համար նաև ve bu adımlarımızı 2007'de, 2009'da, 2010'da olmak kaydıyla 2010 թվականներում evet ilk defa 2009 yılında 1937'de idam edilen Seyit Rıza ve 7 arkadaşının idam edildikleri yerde anma yaptık. 2009'da. 2009 թվականին Սեյիդ Ռզա եւ 7 ընկերը, որը գահաղան անվեց, այդ ապստամբների ժամանակ թուրք ջարդարարների կողմից գահաղան անված դեղում մենք նրանց նշեցինք։ Սեյիդ Ռզա եւ 7 ընկերները, ռազմաընկերները։ Dilimizin yok olmakla karşı karşıya olduğu UNESCO'nun bir tespitidir. Մեր լեզուն որպես ոչնչացման եզրում է գտնվում, որը դա ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից քրված արդեն։ Bu dilin yok olmaması için hem Almanya'da, yurt dışında ve hem de Türkiye'de dilimizde kurslar vermeye çalıştık. Մեր լեզուն չոչնչանալու համար կամ գենթանի մնալու համար մենք Գերմանիայում եւ Թուրքիայում դարբեր լեզվի դասընթացներ անցկացնում ենք։ Չէ, թուրքերին ունենալու։ Չէ, քրմանչ եւ զազակ։ Քրմանչ եւ զազակ։ Kurmanç değil. Kırmanç yer zaza irens lezun. Ve soykırım yapıldığı zaman 37-38'de yüzlerce öksüz kalan çocuk, kız, erkek bunlar ya çocuk esirgeme kurumuna verildiler veyahut da özellikle başta subaylar ve Halibak yerinde olan ailelere verildi. 1930 թվականի պետության այդ ջարդելու ժամանակ որ բացած երեխաների որ բանացուներում տրեցին եւ բարձր աստիճան սպայները այդ երեխաները որպես երեխա ընդունեցին իրենք։ Որտեղ գրեցին։ Այո, դուք սպայները։ Son sözlerime Թուրքացնում են էլի որպես թուրքացում։ son sözlerime geleyim. Վերջին Zamanımız bayağı ilerledi. Federasyonumuz իր federasyon Türkiye toprakları üzerinde barışın sağlanabilmesi için Türkiye Cumhuriyeti Devleti'nin mutlaka tarihindeki bu karanlık olaylarla yüzleşmesinin gerekli olduğunu tespitini yaptı. Մեր ֆեդերացիան Թուրքիայում հաղորդում դրելու համար Թուրքիան հաղորդում դրել
դրելու համար, Առանցուն հաստատելու համար մտածում եմ, որ մեր բանը 38 թվականի ջարդերի հետ հաշվարկար լինի։ Հաշվության գա։ Biz Avrupa Dersim Dernekleri Federasyonu olarak Որպես մենք Եվրոպայում Դերսիմի Ալեվիների ակումբների ֆեդերացիան լինելով sadece biz Dersimlere yapılan soykırım değil, մենք միայն Դերսիմի Ալեվիների ցեղասպանությունը չէ, 1915 yılında Ermeni halkına, հայոց ցեղասպանության 1915 yılında aynı keza Asuri Süryan Kellani նույնպես halkına Ասուրի, Սուրյանի, Քելդանի ժողովուրդների կոտորածներն են ve ilk kurulan meclis 1920'de kurulan meclisin 1920'de Koşgirli Alevilere, 1922'de Rum Pontuslara Թուրքական բելությունը որպես հանրապետություն հիմնված ժամանակ այնտեղ Քոչգրիի ցեղասպանություն անգամ կոտորածներ անգամ արեցին yapılan soykırımlardan Pontus dolayı բույների ցեղասպանությունը bu halklarla kader birliğimizin olduğunu söylüyoruz. Եվ մենք ասում ենք, որ այս կոտորված ժողովուրդների հետ մենք նույն ճակատագիր ենք ունենում, այո, ճակատագիր ունենք Aynı şekilde Türk Devleti'nin bu halklarla ilgili tarihindeki kara utanç lekesini Եվ այս ամոթանքը թուրք պետությունը որ այս ամոթանքը սրբելու համար պետք է ներողություն խնդրի öyle umut ediyorum ki 2015 senesinde 2015 թվականին 2015 senesinde Ermeni soykırımının 100. yılında այո ցեղասպանության այն տարվա Türkiye կապակցությամբ Cumhuriyeti Devleti Ermeni halkından özür diler ve Ermeni halkına verdiği zarardan dolayı gereğini yapar. Buna inanmak istiyorum. ես ուզում եմ հավատալ որ թուրք պետությունը ներողություն կխնդրի Beni այ ժողովրդից Beni büyük bir özveriyle dinlediğiniz için güzel sorular որպես ինձ hepinize որպես teşekkürlerimi լսեցիք ինձ շատ շնորհակալություն եմ այդին hepinize teşekkürlerimi, sevgilerimi, saygılarımı sunuyorum. Ես կարծում եմ բոլորիդ համար հետաքրքիր էր որպես սկզբնաղբյուր, գիտեմ շատ հարցեր ունեք, վաղը մեր հյուրն է լինելու Իսմայել Ստեփանչյան հանրավորտը Դերսիմա հայերի միության նախագահ, այնպես որ այդ հարցերի մի զգալի մասը կարող եք նաև իրեն տալ, այնպես որ վաղ այդ հնարավորությունը մենք պարզապես դեռ այսօր հանդիպումներ ունենք, դեռ միասին գնանք հանդիպումներ, էլի դրա համար չենք կարող երկարացնել։ Շնորհակալություն։